Գյումրիից 13 կիլոմետր անց հարթ ասֆալտը վերջանում է ու սկսվում է Արեգնադեմ տանող քարքարոտ ու խորթուբորդ ճանապարհը։ Աշխուժ գյուղից բան չի մնացել, տարեցտարի դատարկվել է։ Ապրուստի սահմանափակ հնարավորությունները, ջրի ու գազի բացակայությունը, աշխատանք չունենալը պատճառներ են ջահելների համար գյուղից հեռանալու։ Այժմ Արեգնադեմում մոտ 500 մարդ է ապրում։ Լավ կյանքի հույսով նորաստեղծ ընտանիքները տեղափոխվում են քաղաք, կամ վատագույնը գնում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Այս տարի գյուղում ծնված միակ փոքրիկը Մոնթեն է, Խոշպեգյանների ընտանիքի 3-րդ զավակը։ Նրա ծնունդը ոչ միայն ծնողների, նաև ամբողջ գյուղի համար է եղել ուրախություն։ Հուսադրող փոքրիկ լույս, որ գյուղում կյանքը դեռ շարունակվում է։ Երկու աղջիկներից հետո տղարս աշխարհ բարել է մեծ երջանկություններ ու մեծ տան ուրախությունն է, աշխուժ է, հանգիստ է, իսկ ինչի Մոնտե դերեցի, որովհետև կսիրեմ մեր հայ մեծերին, կհբարդանամ իրանցով, կհբարդանամ ուր հայ եմ, ուզեցար փոքրիկս էլ մեծ հայ դառնա։ 5 ամսական Մոնթեի եւ ավագ քրոջ տարիքային տարբերությունը 13 տարի է։ Հայ ընտանիքների անդավաճան մտածելակերպն է։ Տղազավակը Գերդաստանի անուն ազգանունը շարունակողն է։ Գյուղական այն ընտանիքներից են, որոնք ամուր են կարճած հողին, միտք չունեն հեռանալու, թեկուզ որ գյուղում բավարար պայման ու միջոց չկա։ Խաղահարաբարակ չունենք, 35 տարի է դպրոց չունենք, հազիվ մեր դպրոցը սարքեցին, շատ ուրախ ենք, ավելի շատ քաղաք կշտան, որովհետև գործ չկա, գազ չունենք, ճանապարհները ոչինչ։ Գյուղերում հարսանիքներ քիչ են լինում։ Արեգնադեմցիներն ասում են, թե աղջիկները Ամասիա ու Աշոց քարս չեն գալիս, բայց բացառություններ այն էլ հաջողված հազվադեպ պատահում են։ Արեգնադեմցի Թաթիկյանների ընտանիքի հարսը Գյումրիից է, մեծացնում են 2 զավակ։ Տեղում մշտական աշխատանք չգտնելը երիտասարդ ընտանիքների ցավոտ խնդիրն է։ Չի, ասի պատահական եմ եկե, բայց սիրով մնացել եմ։ Մտածում երեխաներին ավագա չկա ստեղ։ Ոչ քրտական ինչ-որ բան կա, ոչ հետաքրքրող ինչ-որ գրավիչ բան կա։ Եթե պայմաններն է, հարմարություններն է, երկտեղ ապրել ավելի հարմար է, քան քաղաք։ Նեզամացություն տղաների, որոնք որ կրթություն են ստացել, աշխատում են կամ զինվորական, կամ ոստիկանությունում։ Գյումրիում, այո։ Գնում են աշխատանքից հետո գալիս են գյուղ, որովհետև գյուղում ավելի լավ իրանց համար ապրելը։ Ճիշտ է, բոլորս է ցանկանում, որ ամեն տեղ տուն ունենք, բնակարան ունենք, բայց ամենահանգիստ տեղը, որը ավելի քո կյանքը ներդաշնակ դարձնի, իմ կարծիքով գյուղն է։ Արեգնադեմը ժամանակին Ամասիայի շրջանի ամենաշատ ծնունդներ ունեցող գյուղն էր։ Ամեն ինչ հարաբերականորեն եւ համեմատության մեջ դիտարկելիս հիմա է ստացվում է, որ Ամասիայի 18 գյուղերի մեջ էլի Արեգնադեմն է ծնունդներ տվել։ Արտենիս, Հովտուն, Աղվորիկ, Ամասիա, Զարիշատ եւ մյուս համայնքներում 2024 թվին մեկական երեխա է ծնվել։ Ծաղկուտում եւ Բանդիվանում նոր ծնունդներ չեն ունեցել։ Այս պատկերը ավելի քան 10 տարի է անփոփոխ է տարածաշրջանում։ Տարեկան ծնունդների թիվը չի հասնում 30-ի։ 24 թվականին ունեցել ենք գրանցված 25 հղի, որից 25-ը ծննդաբերել են, մնացել է 8-ը այս տարում, անցել է 25 թվականին, իսկ այս տարի շատ է նվազել մեր հղիների քանակը, ընդամենը 3-ը։ Հղիության ողջ ընթացքում հսկողությունն ու բժշկական հետազոտությունները իրականացվում են Ամասիայի առողջության կենտրոնում, բայց ծննդաբերում են Գյումրիի կամ Ախուրյանի ծննդօգնության կենտրոններում։ 2015 թվականից Ամասիայի ծննդատունը փակվել է։ Ծննդների թիվը իջել է, չեն կարողացել այդ ամեն ինչը բավարարել, դրա պատճառն է էլի։ Ժամանակին շատ ծննդատուն է ունեցել, այո, նորմալ պայմաններով, բավականին լավ բժիշկներ է ունեցել։ Ծնունդները քիչ են ոչ միայն սոցիալական գործոնով պայմանավորված, ոմանք չեն ծնվում պտղի սերով պայմանավորված, մի մասն էլ բժշկական ցուցումով, երբ պտղի մոտ հայտնաբերվում է որևէ պաթոլոգիա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024-ին այս տարվա հունիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզում տղաների ծնունդն է շատ։ Այս վերջի 1-2 տարիների ընթացքում շատ տղաներ են ծնվել։ Ողորմի երկու աղջիկ նախորդ հղությունը շարունակել չի կընթացել։ Կարող եմ ձեզ նշել 2017-ից 24 թվականի համեմատականը, եթե հաշվում ենք տարեցտարի նվազում է եւ այդ համեմատականով այդ 7 տարվա ընթացքում շուրջ 600 ծնունդ մենք ունենք նվազած։ 2024 թվականին Շիրակի մարզում գրանցվել է 2496 ծնունդ, 2025 թվականի հունիսի 1-ի դրությամբ ծնվել է 449 տղա եւ 432 աղջիկ։ Սեռային համամասնությունը նախորդ տարվա այս ժամանակահատվածում եւս նույն պատկերն է ունեցել։ Ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ, միայն թե ծնունդների քանակը մի փոքր ավելին է եղել։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։